առանց Անդրանիկ Թևանյանին տեղյակ պահելու, առանց նրա փաստաբանին իրազեկելու, առանց որևէ թույլտվության ծանոթագրի մուտք են գործել մարդու անձնական բնակարան, թե ինչ ճանապարհով ոնց ինչ իրավունքով կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա։ Ես նաև եւս մեկ անգամ հիշեցնեմ, ինչպես Անդրանիկ Թևանյանն էր ասել, այս Նիկոլ Փաշինյանի հոգեվարքային հրահանգից հետո, որ Վանաձորում հանրահավաքի բեմից սկսեց բղավելը եւ ասաց հրահանգ տվեց իրավապահներին օրով, ժամով, տեղով եւ ամեն ինչով, որ գործ կարեն Անդրանիկ Թևանյանի դեմ, դրանից մի քանի օր առաջ հարցակում էր իրականացվել, դուք ինքներդ տեսաք ներքևում գտնվող այդ վերելակի վրա, որ այսինքն շենքը ընդհանուր վերելակ չունի, այդ վերելակը ներքևում գտնվող ծառայում է Անդրանիկ Թևանյանի եւ մեկ հարկ վերև մյուս հարևանի համար։ Կարծում եմ, որ թիրախը շատ պարզ է, որ ինչու են կոտրել այդ դուռը, ինչ են ուզեցել պարզել, թերևս այսօրվա համար, որ կարողանան գան առանց խոչընդոտ, որովհետև այնտեղ կոդ է պահանջվում վերելակը բացելու համար, մտնեն բարձրանան անօրինական կերպով եւ մտնեն բնակարան։ Բան ես անում, հիմա իդեա ես տալիս Նիկոլ Փաշինյանին մի քրեական գործը իմ դեմ թղարցել, պրոբլեմ չկա, ես իմիջիալից մի զավշտալի դեպքեր պատմեմ առավոտյան մեր հարգելի լրագրողների արդեն ես եկեք չվիճենք, առավոտյան ես արդեն լրատվամիջոցներից մի քանիսին տեղակ պահեցի, որ երբ ժամը 7-ին իրենք գործեցին Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ, շատ կոպիտ ձևով, նաև ցավ պատճառելով ուժի գործադրմամբ իմ ձեռքից ուզում էին խլել հեռախոսը, նաև մեր մյուս անդամները, ովքեր նկարահանումն են իրականացնում, որովհետև սարսափում էին, որ հանկարծ կարող է մենք ֆիքսենք այդ կադրերը, ինչպես են իրենք մտնում եւ ինչ կոպիտ ու բռի ձևով են իրենց դրսևորում։ Հետո արդեն երբ որ սկսեցին քննչական գործողությունները, մեզ դուրս հրավիրեցին, ես իմ անձնական իրերն էի հրավիրում ու պահի տակ աչքս ընկավ մի հնացած, դեղնած թուղթ, որը ես երեք մի քանի ամիս առաջ էր բերել էի մեր ընտանիքի տոհմածառներ, մեր պարոն Հարոյանին, Մայր Հայաստան խմբակցության Երևանի ավականու անդամ, մշակութային գործիչ, կարծում եմ ճանաչում եք, խորհրդակցում էի պարոն Հարոյանի հետ, բերել էի ցույց էի տալիս, իմ հայրն է կազմել այդ տոհմածառը, թե ինչպես են հին Բայազետից սերմանել, մեր սերունդները, հետո այնպես սլաքներով այնտեղ գրված է, ում որդին է, ում դուստրն է, այսպես սլաքներով այդ տոհմածառը կազմված է, պարոն Հարոյանին խորհրդակցում էի, թե ինչպես կարելի ավելի գեղեցիկ է տոհմածառը պատրաստել, որպես հուշ մնա։ Վերցնում էի այդ տոհմածառը, ասացում չէ, ոչ մի դեպքում, դա պիտի թողնեք, ասում եմ, մեր ընտանիքի պատկանող տոհմածառն է, ածն ինչ է անում, Մանուկյանների տոհմածառը, բայց անպայման պիտի թողնենք։ Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչպես են ամբողջ ԱԱԾ-ով նստած մեր տոհմածառը ուսումնասիրում, այսինքն ուղն ու ծուծով արդեն իրենք իմանան, թե մենք որտեղից ենք սերում, հետո էլ կարող է ասեն, հաշվի առնելով իրենց նախկին զանգվածային փորձերը գործ կարելու այդ իրենց պրակտիկան ասեն բան է, ահաբեկչության պլաններ, այն անուններն էլ իմ ապուտատերի, որ նշված էր տոհմածառում, երևի բաներն են, ապագա նախարարներն էին, վարչապետն էր եւ այլն, ու քրեական գործել իմ նախնիների վրա հարցեն, ասեն, աչք են ունեցել օրինակ Նիկոլ Փաշինյանի աթոռին կամ վարչապետի պահանջը, մի խոսքով ահաբեկչության պլան է խոցված։